տարիներ շարունակ ձգձգումներից եւ բյուջեի գերծանրաբեռնվածությունից հետո Հռոմը քաղաքի պատմական սրտում բացել է մետրոյի երկու նոր կայարան՝ Կոլիզեում Ֆորի Իմպերիալի եւ Պորտա Մետրոնիա անվանումներով։ Կոլիզեում Ֆորի Իմպերիալի կանգառն ընդգրկում է 4 ստորգետնյա հարկ, որտեղ ուղևորները կարող են դիտել շինարարության ընթացքում հայտնաբերված հնագիտական գանձերը, որոնք այժմ ցուցադրվում են որպես թանգարանային նմուշներ։ Տրանսպորտային համակարգն այս կայարանի հնագիտության եւ ճարտարապետության հետ ինտեգրելու ջանքերը չափազանց կարևոր մարտահրավեր են եղել։ Հնագիտական ջրհորների վերջին մասը դեռևս պահպանվել է։ Երբ պեղումներ կատարեցինք, գտանք դրանք եւ այստեղ ցուցադրել ենք բոլոր առարկաները, որոնք հայտնաբերվել են հնագիտական ջրհորների ներսում։ Սեղանի վրա կարող եք տեսնել հատակագիծը, որը ցույց է տալիս բոլոր հայտնաբերված ջրհորները։ Հին ամֆորաների, հռոմեական պատերի եւ հնագիտական ջրհորների կողքով ուղևորներն ու զբոսաշրջիկներն այժմ կարող են մետրոյով անցնել քաղաքի պատմության շերտերի միջով, նախքան Կոլիզեումը տեսնելը։ Չիկագոն կրկին փայլում է, քանի որ տոնական սեզոնը քաղաքը ներկում է հանդիսավոր հմայքով։ Քաղաքի կենտրոնի փայլում փողոցներից մինչև դասական ձմեռային ավանդույթներ, քամոտ քաղաքը վերածվում է իսկական ձմեռային հրաշքների աշխարհի, որը կարծես թե դյունե գնդից է։ Սուրբծննդյան լույսերով փայլող ծառերն այցելուներին ուղեկցում են Չիկագոյի սրտում գտնվող Magnificent Mile կոչվող առևտրի կենտրոնում, որտեղ անհնար է բաց թողնել տոնական սեզոնի ոգին։ Իսկ Wrigley Field-ում սուրբծննդյան տոնավաճառը հին աշխարհի տոնական կախարդանք է բերում Չիկագոյի հյուսիսային հատվածին։ Ձեռագործ զարդերով, տաք ընկույզներով եւ տաք կակաոյի գոլորշու բաժակներով լցված փայտե տաղավարները գրավում են ինչպես տեղացիներին, այնպես էլ այցելուներին, առաջարկելով հարմարավետ փախուստ սառը ձմեռային օդից։ Եվ էլ ինչ Չիկագոյի Սուրբ Ծնունդ առանց սառույցի վրա բդույթի։ Թե Մեգի Դեյլի այգու երկնաքերի տակ սահելով, թե հազարամյակի այգու բարձր տոնածառի շուրջ պտտվելով, Սահադաշտում սահելը մնում է քաղաքի ամենաժամանակակից սեզոնային հաճույքներից մեկը։ Լույսեր, ծիծաղ, կենսուրախ տոնական ավանդույթներ ամեն անկյունում։ Չիկագոն իսկապես պայծառ է փայլում տարվա այս եղանակին։ Վաշինգտոնը փայլել է դեկտեմբերյան ցրտաշունչ երկնքի տակ, երբ Սուրբ Ծննդյան փայլող եղևնիները եւ թրթրացող լույսերն ազդարարել են եռուն տոնական սեզոնի մեկնարկը։ Միացյալ Նահանգների Կապիտոլիումում ավանդական Կապիտոլիումի եղևնին նայում է քաղաքի խորհրդանշական առևտրի կենտրոնին, որտեղ այցելուները հավաքվել են լուսանկարվելու եւ զարդարանքներով հիանալու։ Այս տարվա Կապիտոլիումի եղևնին Նևադայի Համբոլթ Տոյաբե ազգային անտառից 16 մետր բարձրությամբ կարմիր եղևնի է։ Միացյալ Նահանգների ազգային անտառներից մեկից ընտրված ծառը Կապիտոլիումում կանգնած է եղել Սուրբ Ծննդյան 55 տոնի ընթացքում։ Քաղաքի մյուս հայտնի եղևնին Սպիտակ տանը կանգնած ազգային Սուրբ Ծննդյան եղևնին է։ 2025 թվականի եղևնին Վիրջինիայից բերված 10 մետր բարձրությամբ եղևնի է երկրի յուրաքանչյուր նահանգի զարդերով եւ շրջապատված ավելի փոքր ծառերով։ Սպիտակ տանը ազգային եղևնի է տեղադրվել 1923 թվականից նախագահ Քելվին Քուլիջի օրոք։ Ջորջթաունի պատմական թաղամասը ցուցադրել է տոնական տրամադրության իր տարբերակը, ծաղկեպսակներով զարդարելով լապտերների սյուները, իսկ ռեստորանները իրենց մուտքերն ու պատուհանները լույսերով զարդարելով։ Մարտինի Պանդոկը եռում է ծաղկեպսակների եւ լույսերի տակ։ Պանդոկը գրեթե 100 տարի եղել է Ջորջթաունի տեսարժան վայրերից մեկը, որտեղ այցելել են Միացյալ Նահանգների բոլոր նախագահները, Հարի Թրումենից մինչև Ջորջ Բուշ կրտսեր, եւ բեյսբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Միկի Մանթլը եւ Յոգի Բերրան։ Ժամանակակից Վաշինգտոնը նույնպես դեր է խաղացել տոնական տրամադրության մեջ։ City Center-ի 22 մետր բարձրությամբ ծառը փայլում է սպիտակ լույսերով եւ շրջապատված է լիալուսնի տակ տասնյակ փոքր փայլող ծառերով։ City Center-ը բարձրակարգ շինություն է, որը կառուցվել է Վաշինգտոնի կենտրոնում 2011-ից 14 թվականներին։ Այն առաջարկում է ինչպես բարձրակարգ ռեստորաններ, այնպես էլ շքեղ խանութներ եւ բնակարաններ։ Պոտոմակ գետի նավահանգիստը լի է տոնական լույսերի տակ գնումներ անող եւ ճաշող մարդկանց մեծ բազմությամբ, ինչպես նաեւ զարդարված նավակներով։ Նավահանգիստը վերակառուցվել է 2017-ից 22 թվականներին։ Այստեղ կան բնակելի տներ, գրասենյակներ, հյուրանոցներ, խանութներ, ռեստորաններ եւ զվարճանքի վայրեր։ Սպիտակ տան մոտ գտնվող պատմական Ուիլյարդ հյուրանոցը փայլում է իր ամենամյա էլեգանտ սպիտակ լույսերի, ծաղկեպսակների եւ ծառերի տակ։ Ուիլյարդը Վաշինգտոնի պատմության մաս է կազմել 1800-ականների սկզբից եւ քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուրընկալել է Միացյալ Նահանգների բազմաթիվ նախագահների եւ նրանց հյուրերին։ Յուրաքանչյուր Սուրբ Ծնունդին Ուիլյարդում անցկացվում են բազմազան միջոցառումներ, այդ թվում տոնական նախաճաշեր, այցելություններ Սանտա Կլաուսի հետ եւ գիշերային երգեր են հնչում։
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում ջերմաստիճանը իջել է մինչև -45 աստիճան ըստ Ցելսիուսի։ Չնայած որոշ տեղացիներ այդ ջերմաստիճանը մեղմ են համարում նախորդ գրանցված ամենացածր ցուցանիշների համեմատ։ Մոտ 300,000 բնակչություն ունեցող քաղաքը Ռուսաստանի արևելյան Սիբիրում գտնվող Սախայի հանրապետության մայրաքաղաքն է։ Յակուտսկը համարվում է աշխարհի ամենացուրտ խոշոր քաղաքը։ Յակուտիայում ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է Տատինսկի Ուլուս շրջանում -52 աստիճան ըստ Ցելսիուսի։ Յակուտսկի ֆերմերային շուկայում սառեցված ձուկ վաճառողներից մեկը հիշում է, որ նույնիսկ 55 աստիճան սառնամանիք է գրանցվել։ Իսկ հարցին, թե ինչպես է կարողացել հաղթահարել ծայրահեղ ցուրտը, պատասխանել է, որ հարկավոր է պատշաճ հագնվել եւ պարբերաբար թեյ խմել, երբ դրսում եք։ Վատ եղանակ չկա, կամ միայն վատ հագուստ, հագնվեք տաք եւ ամեն ինչ լավ կլինի։ Սառնամանիքի պատճառով որոշ ժամանակով դպրոցներն անցել են առցանց դասընթացների, մարդկանց օգնելու հաղթահարել ծայրահեղ ցուրտ եղանակը։ Եվ չնայած սառնամանիքին, Յակուտսկի եւ ամբողջ տարածաշրջանի բնակիչների համար ամեն ինչ հիմնականում ընթանում էր իր սովորական հունով։ Հասարակական տրանսպորտը գործում էր սովորականի պես, իսկ բիզնեսներն ու ընկերությունները սովորական աշխատանքային ժամերով։ Սանտա Կլաուսի կարմիր զգեստներով հազարավոր վազորդներ հղեղել են Կոսովոյի մայրաքաղաքի փողոցները, մասնակցելու Պրիշտինայի 10-րդ ամենամյա Սանտայի մարաթոնին, որը համատեղում է տոնական տրամադրությունը բարեգործական նպատակի հետ։ Բոլոր տարիքի տեղացիներն ու այցելուները միացել են միջոցառմանը սպիտակ մորուքներով եւ դասական Սանտայի զգեստով, որպեսզի միջոցներ հավաքեն այն կազմակերպությունների համար, որոնք աջակցում են հոսպիտալացված երեխաներին եւ աղքատ ընտանիքներին դժվար ձմեռային սեզոնի ընթացքում։ Միջոցառումը գրավել է բազմաթիվ ընտանիքների ուշադրությունը, որոնք ընդհանուր առմամբ գոհ են մնացել կենսուրախ մթնոլորտից եւ համայնքի մաս լինելու ոգու զգացումից։ Ես անչափ ուրախ եմ, բացի այն, որ սա շատ հատուկ միջոցառում է, այն նաև մարդասիրական կողմ ունի օգնելով ուրիշներին։ Ահա թե ինչու ես ինձ շատ լավ զգացի, երբ որոշեցի գալ այստեղ։ Մրցավազքից հետո վազորդները, այդ թվում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը, մեդալներ են ստացել եւ մի լավ զվարճացել Սուրբ Ծննդյան տոնավաճառում, վայելելով համերգային ծրագիրը, երգն ու պարը։ Երեք աղջիկները, որոնք հագնված են որպես հրեշտակներ, իջել են չեխական Ուստեկ քաղաքի միջնադարյան եկեղեցու աշտարակից, շարունակելով Սուրբ Ծննդյան ավանդույթը, որը հմայել է այցելուներին ավելի քան 2 տասնամյակ։ Քաղաքի Ադվենտ շուկայի անկյունակար հանդիսացող միջոցառումը ցուցադրում է հրեշտակների զգուշորեն իջեցումը միջնադարյան եկեղեցու աշտարակից, հմայելով ներքևում գտնվող տոնական հրապարակում հավաքված հարյուրավոր այցելուների։ Ավանդույթը, որը անցկացվում է 25-րդ անգամ, սկսվել է այն ժամանակ, երբ կազմակերպիչ Լիբոր Ուհլիկը ոգեշնչվել է Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակից իջնող փայտե հրեշտակներով։ Տեսարանը հնարավոր է դարձել լեռնագնացներ Թոմաս Մելենի եւ Մոնիկա Մելենովայի շնորհիվ, որոնք ավելի քան 20 տարի օգնել են միջոցառման իրականացմանը։ Ավելի քան 1000 հեծանվորդ Սանտա Կլաուսի նման հագնված անցել է Լոնդոնի կենտրոնական մասով, նշելու Սանտա Քրուզի 11-ամյակը, որը քաղաքում ամենամյա ավանդույթ դարձած դրամահավաք միջոցառում է։ Միջոցառումը սկսել է BMX հեծանվավազքի սիրահար Ստեֆան Ռայթը, երբ աջակցություն է ստացել ECHO կոչվող բարեգործական կազմակերպությունից, իր որդու համար, որը հոսպիտալացվել էր ընդամենը 6 ամսական հասակում սրտի կաթվածից հետո։ Հեծանվային հավաքի կազմակերպիչներ Ջոն եւ Քերի Ուեսթբրուքները հայտնել են, որ Սանտա Քրուզի առաջին հավաքը սկսվել է ավելի քան 285 մարդով, եւ այդ ժամանակվանից ի վեր մասնակցությունը միայն աճել է։ Կարծում եմ, շատ հաճելի է, որ այդքան շատ մարդիկ միավորվում են այս մեծ գործի եւ հսկայական բարեգործության համար։ Երբ մենք հասնում ենք հիվանդանոց, շատ մարդիկ նաեւ նվերներ են բերում, որոնք մենք փաթեթավորում ենք եւ տալիս այն ընտանիքներին, որոնք իսկապես դրանց կարիքն ունեն։ Այս ընտանիքներից շատերը համապատրաստից են գալիս հիվանդանոց եւ իրենց հետ ոչինչ չեն ունենում։ Կարմիր հագուստով եւ BMX հեծանիվներով այս ուրախ սանտաներն իրենց շրջագայությունը մեկնարկել են Սուրբ Թովմասի հիվանդանոցից, ապա անցել Լոնդոնի դասական տեսարժան վայրերի կողքով, ինչպիսիք են Վեսթմինստերյան աբայությունը եւ Բուքինգհեմյան պալատը։ Ճանապարհին շատ հեծանվորդներ նաեւ նվիրատվություններ են հավաքել անցորդներից ECHO բարեգործական կազմակերպության կողմից սրտի խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու ջանքերի համար։ Գերմանիայի Քյոլն քաղաքի բնակելի տան դիմաց տեղադրված է մի մեծ կոճակ, գայթակղիչ գրությամբ՝ «Սեղմիր ինձ»։
Եվ մեկ սեղմումով տունը լուսավորվում է տոնական Սուրբ Ծննդյան ցուցադրությամբ, ուրախ երաժշտությամբ եւ հանդուգն մեկնաբանություններով։ 20,000 լեդ լույսեր են դահացված տան ճակատային մասում եւ առջևի այգում, որոնք թրթռում են 16 երգի հնչյուններին զուգընթաց։ Սուրբ Ծննդյան լույսերի այս շոուի հեղինակը Սայմոն Բիելան է։ Անցած տարի նա մշակել է 30 րոպեանոց ծրագիր, որը պետք է ինքը ղեկավարեր, ինչը նա այս տարի չէր ուզում անել։ Ահա թե ինչու որպես ժամանակավոր լուծում ստեղծել է կոճակը։ Այժմ այցելուները կարող են իրենք որոշել, թե երբ է սկսվում երաժշտությունը։ Ըստ Բիելայի, իր հարևաններին դա չի անհանգստացնում։ Պետք է ասեմ, որ ես ունեմ աշխարհի լավագույն հարևանները, վստահեցրել է նա։ Հարևանները, համենայն դեպս նրանց մեծ մասը, իրականում շատ ուրախ են դրանից։ Նրանք գալիս են այստեղ մի բաժակ տաք գինիով, պարում երաժշտության ներքո եւ իրենք են սեղմում կոճակը։ Բիելայի խոսքով կոճակը սեղմվել է մոտ 500 անգամ, օրական մոտ 30-ից 60 անգամ։ Իրականում Բիելան հույս ունի, որ անցորդները, որոնք վայելում են իր նախագիծը, այս տոնական շրջանում գումար կնվիրաբերեն Քյոլնում գործող մանկական մի հաստատության, որն առաջարկում է տաք սնունդ եւ այլ հնարավորություններ կարիքավոր երեխաների համար։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։